Հարգելի պատգամավորներ, խնդրում ենք զբաղեցնել տեղերը։ Նիստը սկսվում է։ Մի քանի օր հետո, հուլիսի 21-ին 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորները խորհրդարանի ուղեգրեր կստանան, բայց մինչև այս պահը մանդատ վերցնել-չվերցնելու անորոշությունը թևածում է ընդդիմադիր բևեռում։ Իրավիճակն առավել անհստակ է ուժեղ Հայաստան դաշինքի դեպքում։ Այս դաշինքի պատգամավորի թեկնածուները շարունակում են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։ Մեծ փաթեթով 100-ից ավելի թեկնածուներ, որոնք անցողիկ տեղերում չէին, վերջերս դիմումներ գրեցին։ Սա ըստ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նրանց թիրախավորումից զերծ պահելու համար էր։ 700 մարդ ձերբակալել են, դրանցից երևի հանրային ճանաչելիություն ունենային մի 5 մարդ։ Պարոն Կարապետյան, բայց ակնհայտ է ձերբակալեին դրա համար զանգվածային դուրս եկան ցուցակներից, այսինքն ոչ թե ձերբակալեն, տարբեր տեսակի բռնաճնշումներ են։ Սակայն պարզվում է ուժեղ Հայաստանի անցողիկ տեղերում հայտնված որոշ անձիկ ևս չեն ցանկանում խորհրդարան գնալ, մասնավորապես Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի որդին Արթուր Դանիելյանը։ Նա Նյուզեեմի հետ զրույցում վստահեցրեց, տարաձայնություններ չկան, շարունակում է թիմի հետ մնալ ու զբաղվել կուսակցական աշխատանքներով։ Մենք գնում ենք հաղթարշավի եւ գնում ենք բացարձակ մեծամասնական հաղթանակի։ Նախընտրական քարոզարշավում ուժեղ Հայաստանի ամենաակտիվ թեկնածուներից մեկը Սամվել Կարապետյանի ուժի նախընտրական ցուցակի առաջին կին պատգամավորի թեկնածուն Գոհար Մելոյանը հնարավոր է չվերցնի մանդատը։ Ըստ մամուլի տեղեկությունների կնոջը պատգամավոր տեսնելուն դեմ է ամուսինը։ Ցուցակի 18-րդ տեղը զբաղեցնող Լիլիա Շուշանյանը ըստ մամուլի նույնպես կհրաժարվի մանդատից։ Դա մեր գաղտնի պլանի մասերից է։ Այս պահին հստակ է, որ ուժեղ Հայաստան խմբակցությունը կղեկավարի Նարեկ Կարապետյանը։ Դեռևս որոշված չէ, սակայն ընդդիմադիր ամենախոշոր խմբակցության համար նախատեսված ազգային ժողովի 3-րդ փոխոսնակի պաշտոնը կվերցնեն, թե ոչ։ Փոխարենը հանձնաժողովների նախագահների պաշտոնից կարծես թե մտադիր չեն հրաժարվել։ Կապրենք, կտեսնենք ով ում ոնց եւ ինչու։ Սակայն այստեղ էլ ընդդիմադիրները խնդիր ունեն։ Օրենքի վերջին փոփոխությամբ, եթե նրանց առաջարկած հանձնաժողովի նախագահի թեկնածուն 2 անգամ չի ընտրվում, այլևս չի կարող այդ անձը նախագահի պաշտոնին առաջադրվել։ Այսինքն, եթե քաղաքացիական պայմանագիրը չցանկացավ ընդդիմության հասանելիք հանձնաժողովի նախագահ տեսնել առաջադրված թեկնածուին, նա չի զբաղեցնի այդ պաշտոնը, ընդդիմությունը ստիպված է լինելու այլ թեկնածու առաջադրել։ Նախկինում այս սահմանափակումը չկար։ Նույն մարդն անընդհատ կարող էր առաջադրվել ու մերժվել։ Ընդդիմադիր մյուս բևեռում Հայաստան դաշինքում ցուցակի պատկերն ավելի կանխատեսելի է։ Այս պահին դեռ ինքնաբացարկի դիմումներ չկան, բայց նախորդ անգամվա պես դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը միանշանակ մանդատը չի վերցնելու։ Նրան ցուցակում հաջորդող բոլոր 12 թեկնածուները վերցնելու են մանդատները։ Միայն 2 թեկնածուների դեպքում է իրավիճակը մշուշոտ։ Խոսքը Իշխան Սաղաթելյանի եւ Աղվան Վարդանյանի մասին է։ Ըստ մամուլի նրանք հնարավոր է հրաժարվեն մանդատից։ Դուք չեք վերցնի ձեր մանդատը։ Եթե ես մասնակցեմ ընտրություններին եւ ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Փաշինյանը, ես մանդատից կհրաժարվեմ։ Զանգահարեցինք Աղվան Վարդանյանին, հարցրինք. Շեքսպիրի լինել թե չլինելու պես հարց է դարձել ձեր մանդատ վերցնել-չվերցնելը։ Որոշել եք ինչ եք անում։ Ասաց Շեքսպիրի այդ հարցից հաստատ ավելի կարևոր չէ։ Հստակ պատասխան ստանալու ջանքերն իզուր անցան։ Մինչդեռ Նյուզեեմի տեղեկություններով եւ Վարդանյանը եւ Սաղաթելյանը մանդատները վերցնելու են։ Ով կլինի Հայաստան խմբակցության ղեկավարը, արդյոք իրենց հասանելիք պաշտոնները կվերցնեն։ Խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Նյուզեեմին տեղեկացրեց, որ նոր ձևավորվող խմբակցությունը դեռ նիստ չի արել, չի քննարկել խմբակցության ղեկավարի, հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի հարցը։ Ըստ օրենքի Հայաստան խմբակցությանը բաժին է հասնելու 1 հանձնաժողովի նախագահի եւ 1 փոխնախագահի պաշտոն։ Հանձնաժողովի նախագահների թեժ պայքար է սակայն քաղաքացիական պայմանագրում։ Ասում են հատկապես կատաղի մարտերեն պաշտպանության անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։ Գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը իր թեկնածությունը չի առաջադրել, ըստ մամուլի, որպեսզի չհայտնվի Ալեն Սիմոնյանի վիճակում եւ մերժվի թիմակիցների կողմից։ Հանձնաժողովի նախագահի 4 թեկնածու է առաջադրվել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիձյանը։ Ասում են Փաշինյանը առավել հակված է Սասուն Միքայելյանին տեսնել այս պաշտոնում։ Դե մի դուք իմիտացիոն հարցեր մի տվեք։
Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է։ Կրթության, գիտության, սպորտի, մշակույթի հանձնաժողովի նախագահի աթոռի համար էլ ըստ մամուլի պայքարում են Թագուհի Ղազարյանը, գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանը ու Կոջայանի դպրոցի տնօրեն Ռուզանա Երեմյանը։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Փաշինյանը կրկին կվստահի Վահե Ղալումյանին, որի հետ քավոր սանիկական հարաբերություններ ունի։ Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար էլ 3 թեկնածու կա՝ Լուսինե Բադալյանը, Ալխազ Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը։